Թող փառավորվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը, եղբայրներ, քույրեր, Տիրոջ մեծ ողորմության համար։ Այո, այսօր երբ որ մեզանից ամեն մեկ եկել աստեղ սիրելիներ, իմացեք, որ Տեր Հիսուսը անձամբ քո համար է եկել, անձամբ քո համար է եկել, եւ Աստված ուզում է, որպեսզի ձեզանից ամեն մեկը սիրելիներ հանդիպի ու մոտենա իրան։ Ինչ վիճակ էլ ուզում է մարդու կյանքը մեղնի, սատանան մտքեր է բերեմ, ասենք, որ մարդը արժանի չի, իրոք դա տենց է կա, որ մարդը այս ինչ վիճակ է, այն ինչ վիճակ է, բայց Տերը ինչի է, ասենք, պաշտամունք դրված, եթե այդպես եղնի, որ դու մի անգամ լսես Տիրոջ մասին, վсё, վերջացավ, գնա, բայց Տերը այդպես չի ուզում, սիրելիներ, եւ Տիրոջ նպատակն է, որ մարդը իրա կոտրված տեղից, իրա անկած տեղից, իրա քնած վիճակից, ինչպես եղբայրն ասավ, իրա պարապ վիճակից բարձրանա։ Ես այսպիսի մի պատմություն եմ հիշեմ, ուղղակի ուզում եմ պատմեմ այս պատմությունը, երբ որ մի ազնվորություն, մի քույրիկ կոտրված, ընկած, երկար ժամանակ պաշտամունքների չի գալիս, պատկերացրեք, ինքը իրանից ասում արդեն ես հոգնել եմ եւ ինքը չի տեսնեմ ապագա, ինքը չի տեսնեմ, որ Աստծո ձեռը իր հետ է, եւ այդպես մոտենում է տարեվերջին, ոնց որ ասենք, մենք ենք մոտենում տարեվերջին, ու մոտենում է իր ծննդյան օրը, դեկտեմբերի 27-ին ինքը դառնում է 37 տարեկան։ Հիշեք, այս խոսքերը հիշեք, սա կարևոր բան է, սիրելիներ, եւ ասում է, ծնկի է գալի Աստծո առաջ ու լաց հեղնելով ասեմ, Տեր Աստված, այսօր դեկտեմբերի, այսինքն 12-րդ ամսվա 27-րդ օրն է, այսօր ես դառնում եմ 37 տարեկան, եթե իրոք դե ես քո աչքին դեռ կորսված չեմ, մի նշան տուր ինձ, մի բան ասա, որ ես իմանամ, որ դու ինձ հետ ես, ուզում ես, որ ես ոտի կանգնեմ, ու գիտեք սիրելիներ, ես հիշում եմ առաջներեմ, երբ որ այսպիսի բան կար, կարող է հմիել տենց շատ անողներ կան, սենց եղնում աչի ասում են գիրքը բացենք, որտեղ բացվեց, ուրեմն Աստված այդ տեղը հենց ինձ է ուզում նվիրի այդ խոսքը ու բացում ենք։ Եվ այս քույրիկն ասում է, թող սա եղնի իմ նվերը, երբ որ բացեմ գիրքը ու տեսնեմ, թե այնտեղ ինչ խոսք ես ասեմ, եւ երբ որ գիրքը բացում է, ասում է ես տենց էլ գիտեի։ Բացվում է մնացորդած, առաջի մնացորդած էջը, որտեղ գրված են մենակ անուններ, Ադամ, Սեդ, Ենովս, եւ շարունակում այդ անունները, ասում է ես տենց էլ գիտեի, բայց գիտեք, երբ որ ուշադիր նայում ա տեսնում ա այդ վերևի տողը, ես ուզում եմ այդ տեղը հիշեցնեմ 4-րդ Թագավորաց 25-րդ գլխի մեջ 27 համարից այսպես ասեմ, 4-րդ Թագավորաց 25-րդ գլուխ 27 համարեմ, Հուդայի Հովաքին թագավորի գերության 37-րդ տարվա 12-րդ ամսվա 27-րդ օրը Բաբելոնի Եղմարովդակ թագավորը իր թագավոր եղած տարին Հուդայի Հովաքին թագավորի գլուխը բարձրացրեց, նրան բանտից հանեց, նրա հետ քաղցրությամբ խոսեցավ եւ նրա աթոռը Բաբելոնի մեջ իրեն հետ եղող թագավորների աթոռից վեր դրավ, նրա բանտի լաթերը փոխեց եւ անիկա իր կյանքի բոլոր օրերի մեջ անոր արչև հաց կուտեր, թող փառավորվի մեր Տիրոջ անունը։ Սիրելիներ, եւ այս քույրիկ ուրախանում ասում է, փաստորեն իմ ծննդյան թվով ու ամսաթվով Աստված այս գրքի մեջ գրել էր, եւ դա եղնում է իր հոգեվոր նորից աճի վերելքի սկիզբը։ Եղբայրներ, քույրեր, այսօր ուզում եմ խոսքը այսպես սկսեմ, Աստված գիտի, թե քո ծննդյան օրը, Աստված գիտի այսօրվա ամսաթիվը, այսօր քո կարգավիճակը, քո հոգևոր վիճակը, եւ հիշի, կարող է գրքի մեջ քո անունը, օրինակ ինձ նենց անուն են դրել, որ հաստատ այս գրքի մեջ իմ անունով բառետ չկա, չգիտեմ, իմ անունը չկա գրված, բայց ես գիտեմ, որ Աստված մեր անունները, սիրելիներ, կյանքի գրքի մեջ ա գրել, թող փառավորվի մեր Տիրոջ անունը։ Այսօր թող այս խոսքը մեզ զորացնի, որ մենք նորից զգաստանանք, Աստված հիշում է քո մասին, Աստված գիտի քո խնդիրը, քո պրոբլեմը, ինքը գիտի դու դեռ չխնդրած իրանից, ինքը հոգ ա տարել դրա համար, թող փառավորվի Տիրոջ անունը։ Ես ուզում եմ սիրելիներ, միտեղ կարդամ
Եվ սրանով հանդերձ մենք ինչ պատասխան ենք տալիս Տիրոջը։ Մենք ինչպես ենք արձագանքը մեծ սիրուն, գիտեք, Հայտնության 14-րդ գլխի 4-րդ համարի մեջ այսպիսի խոսք կա գրված, ես ուզում եմ այդ երկրորդ պարբերությունը կարդամ, գրված ա, որ գնում էին գառնուկի հետևից, ուր որ երթար գառնուկը։ Մի կարգավիճակ ա մարդկանց, մի մարդկանց խումբ ա, որոնք գնում էին գառնուկի հետևից, գրված ա, ուր որ գառնուկը կերթար։ Սիրելիներ, ուզում եմ, որպեսզի մենք մի պահ մտածենք, այսօր մենք Հիսուսի հետևից ենք գնեմ, թե գառնուկի հետևից ենք գնեմ։ Հիմա կասեք, ոնց սրանք տարբեր բաներ են, Հիսուսն ու գառնուկը նույնը չի, գիտեք սիրելիներ, նույնն է, թող փառավորվի մեր Տիրոջ անունը, բայց մեր մտքի մեջ սրանք տարբեր են։ Հիմա ես ուզում եմ մի քանի խոսք ասեմ եւ մենք հասկանանք, թե ինչի մասին եմ ասեմ ես։ Երբ որ Հիսուսը սկսեց Իսրայելի մեջ երևալ, ոնց սկսեց Տիրոջ երևալը, բժշկություններ էր, չէ, մարդկանց դիվահարներին բժշկում էր, հիվանդությունները բուժում էր, մարդկանց մեջ ուրախություն էր մտել, եւ մարդ ասում էր, «Էս ինչ լավ է», գիտեք Հիսուսին ինչքան հետևորդ ուներ, բազմահազար մարդիկ Հիսուսի հետևից գնում էին, նրանք հետևում էին Հիսուսին, հեռվից հետևում էին, ինչքան հեշտ է, չէ, երբ որ մարդը առողջ է, այդ մարդը մենակ ասում է, «Փառք Աստծու, ես առողջ եմ, այդքանը հերիք է», երբ որ մարդը հաջողակ է, այս մարդը ասում է, «Փառք Տիրոջը, Տերը տվեց, չէ, իրա տվածով եմ յոլա գնեմ», երբ որ մարդը կուշտ է, երբ որ մարդը հագնված է, այսպիսի ժամանակներում սիրելիներ մենք Տիրոջ այնքան լավ ենք փառք տալ, ասում ենք փառք ես Տեր Հիսուս, մենք քո հետևից գալիս ենք, մենք քեզ հետևում ենք, ու երբ որ ուշադիր նայում ենք, տեսնում ենք մեր կյանքի մեջ այդպես է իրոք սիրելիներ, բայց մի հատ ուրիշ կերպար կա, երբ որ Տեր Հիսուսը որպես Աստծո գառը հանդես գալիս եւ ինքը գնում է։ Գիտեք, երբ որ Հիսուսը դեպի հաղթական մուտք էր անում Երուսաղեմ, գրված է, որ մարդիկ իրանց շորերը հանում էին, չէ, գցում էին Տիրոջ ոտների առաջ, այդ արմավենիների ճյուղերը գցում էին, այդ ժամանակ բոլորը ուզում են Հիսուսի կողքին եղնեն, ուզում են Հիսուսին հետևեն, ուզում են, ասում են, Տեր, դու ես որ կաս, դու ես մեր թագավորը։ Եվ գիտեք, աշակերտներից երկուսն էլ նույնիսկ համարձակվում են, առանձին գալիս են, ասում են, Տեր, մենք ուզում ենք մեկս աշ կողմում նստենք, չէ, մեկը ցախ կողմում նստենք, այս ինչ լավ գործ է, այս հավատացյալ եղնելը, այս ինչ լավ պաշտոն է, կամ այս ինչ լավ սենց հավաքվում են, ինչպես եղբայրն ասավ, այս ինչ հանգիստ տեղ է։ Բայց եղավ, երբ որ այդ հաղթական մուտքից հետո սիրելիներ, Տեր Հիսուսը գնում էր դեպի Գողգոթա։ Խաչը շալակած, գրված է, որ խաչի ծանրության տակ չէր կարում ինքը գնար։ Ես ուզում եմ, որպեսզի առանց մեղադրելու աշակերտներին մենք հայացք գցենք, բա որտեղ էր այն աջ ու ձախ կողքի նստած աշակերտները, որ ուզում էին նստեն։ Բա որտեղ էր Պետրոսը, բա որտեղ էին այն 12-ը, բա որտեղ էր այն 70-ը, առանձին են 120-ը, որտեղ են սիրելիներ։ Չենք մեղադրեմ, մենք գիտենք սրա ամբողջ էությունը, դրա համար ենք ասում սիրելիներ, մենք ոնց ենք հետևում Հիսուսին, հեռվից ենք հետևում, թե ուզում ենք մոտենանք Տիրոջը, մենք ուզում ենք Հիսուս որպես բարեգործ, որպես բժիշկ, թե ուզում ենք Հիսուս որպես Աստծո զոհ, որպես Աստծո գառ, գնան այն ճանապարհով, այդ ինչ ճանապարհ է, որ այսօր մարդիկ չեն ուզում քայլ անեն առաջ գնալու։ Այդ ինչ դժվարություն են տենեմ, որ մարդիկ չեն ուզում շարունակեն Հիսուսի հետևից գնալը, մեզ ձեռք ա տալի, կերակուրը կերանք, 5000, չգիտեմ ինչքան էլ ավելացավ 5 զամբյուղ, 4000-ը կերակուրը կերան, այս ինչ լավն է այս ճանապարհը, բայց կա այս ճանապարհի վերջը, երբ որ տանում է Գողգոթա, եւ Աստծո խոսքը եղբայրները շատ են ասել, բոլոր ավետարանների մեջ հիշեցնում է, վերցրու քո խաչը, ուրացի քո անձը ու արի իմ հետևից, բա այս տարբերակը ուր է, բա ինչի չենք անում այս տարբերակը, եղբայրներ, քույրեր, ինչի չենք մոտենեմ այնքան, որ ճանաչենք Քրիստոսին։ Մենք գիտենք եղբայրները շատ են, այս խոսքը շատ են ասել, որ
մենք պետք է Աստծուն ճանաչենք։ Գիտեք, ես մտածում եմ, որ մեզանից ամեն մեկը ինչ որ մի չափով ճանաչում է։ Գիտեք, այդ չափը մենք ոնց ենք որոշում։ Ինչքան մեզ պետք է, այդ չափի մեջ ենք մնում։ Ինչքան մեզ պետք է։ Երբ որ Եզեկիելը Տերը տանում է Եզեկիելին ցույց է տալիս գրված է եւ Եզեկիելը չափեց 1000 կանգուն եւ ինձ տարավ այդ ջրերի մեջ։ Այդ ջրերը գալիս էին Աստծո գահից, սրբարանից էին գալիս այդ ջրերը եւ գրված է որ այդ ջրերը որտեղ որ հասնում էին, այնտեղ կյանք էր գալիս։ Այնտեղ սկսում էր պտուղ տալ, այնտեղ սկսում էր հոգեվոր աճ ունենալ, հոգեվոր ճանապարհ ասա եւ գիտեք հետաքրքիր մի բան, որ մարդիկ երբ որ հասնում են մինչև գարշապարներ, ասում 1000 կանգուն չափեց եւ հասավ եւ ջրերը մինչև իմ գարշապարներն էին։ Հիմա հարց եմ տալ, եղբայրներ, քուրեր, հետաքրքիր է, եթե մենք Տիրոջ ջրերի մեջ ենք, բայց ինչ կարիք կա առաջ գնալու։ Եղբայրը սկզբում հիշեցնում էր, եթե Եգիպտոսից դու դուրս ես եկել, մտել ես Տիրոջ ջրի մեջ, մինչև գարշապարներն է, բայց հետաքրքիր է, այդ գարշապարները լավ տեղ է, թե լավ տեղ չի։ Մենք շատ ա եղել, որ գնացել ենք թեկուզ փոքր ժամանակ, գնացել ենք գետը լողանալու, չէ, ասենք դե մենք ծով չունենք, գնացել ենք գետերը լողանալու ու մտնում էինք ջուրը, չէ, մինչև տենց գարշապարները մտնում էր կոճերը մեր ասած էլի, ոնց որ մտնում էինք ջուրը ու մի քիչ կանգնում էինք ու տեսնում էինք, որ ջուրը սառն է։ Մի քիչ որ երկար էր մնեմ, ավելի շատ դու ոչ թե մտնում էիր լողանալու, այլ ինչ էր անեմ, դուրս էր գալ, ասում էր, չէ, ջուրը սառն է։ Բայց միանգամից երբ որ որոշում ես կասեմ, որ պետք է լողանաս, եղբայրը խոսում էր։ Երբ որ մարդը քայլեր անում, որ պետք է լողանա, գիտեք հետաքրքիր մի բան ենք նկատեմ, երբ որ մտնում են ջուրը դուրս են գալի, ասում են ջուրը տաք էր, բայց ինչ տաք, ձեռը տանում է սառն է։ Բայց ասում է ջուրը տաք էր, ինչի է ջուրը տաք, սիրելիներ, որտեվ այս մարդը բոլորովին մտել արդեն մոտեցել է, մենք համ հոգևոր ենք ասեմ, համ մարմնավոր ենք օրինակը բերեմ եղբայրներ, քույրեր, համ հոգևորն է, երբ որ նայում ես հոգևոր տաք վիճակ, նայում ես քեզ, ասում ես այ մարդ, տենաս ես որտեղ եմ, եւ մի հատ հետաքրքիր բան էլ նկատեցի, 1000 կանգուն երբ որ չափում է ու գնում է մինչև գարշապարը, այն մյուս տարբերությունը, որ պետք է մինչև ծնկները գնար, էլի 1000 կանգուն է։ Այսօր եղբայրներ, քույրեր, գիտեք մենք հետաքրքիր է, մենք որտեղ ենք։ Մենք որտեղ ենք այդ գարշապարներից այսօր ցավոք սրտի եմ ասում, սիրելիներ, ես որևէ մեկինի նկատի չունեմ, բայց Աստծո խոսքը մեզանից ամեն մեկին է վերաբերվում։ Երբ որ մենք նայենք կտենանք, որ այսօր շատերիս կյանքի մեջ այդ գարշապարներից դեպի ավելի շատ ափն ենք դուս եկել։ Էլի ոտներներս մի քիչ թաց ենք անում, կողել ենք այն խոնավ ավազների մեջ, հենց գիտենք, всё, դա բուժի չա, վերջացավ։ Ավազները ման են գալի, ոտներներս բուժվեց, թաց աղնեմ, խոնավ աղնեմ։ Բայց Աստված հակառակն էր ասեմ։ Պետրոսին, երբ որ Տերը վերջի անգամ հարցնում էր, արդեն 3 անգամ ասել էր, Պետրոս, դու բոլորից ավելին ինձ սիրում ես, Պետրոս արդեն չէ նեղվեց, մտածեց, տրտմեց, ասավ, այ մարդ էսն չի այն սենց ասեմ։ Հիսուսը մի հատ խոսք ասավ, գիտես, Պետրոս ասավ, երբ որ դու երիտասարդ էիր, դու ուր ուզում էիր ընտեղ էիր գնեմ։ Կգա մի ժամանակ ասմա, երբ որ դու ձեռքերդ վեր կբարձրացնես, քո գոտիդ ուրիշը կկապի եւ կտանեն այնտեղ, որ դու չես ուզեմ, եւ հիշեցնում ա, որ ինչ մահով պիտի Պետրոսը փառավորեր։ Այսօր սելիներ, այդ զոհի կյանքը մեզ այդքան դուր չի գալի, գիտեք, ես մի բան եմ նկատել, չեմ ուզում շատ երկարացնեմ, եւ երբ որ եղբայրները, որը որ մի քիչ լավ է խոսեմ, որը որ ասում է Հիսուսը քեզ սիրում է, Հիսուսը փրկիչ է, Հիսուսը ներող է, այդ եղբորը ավելի շատ են մի քիչ սիրեմ։ Իսկ այն որ ասում է մի քիչ ավելի խորը բաներ, գիտեք սելիներ, այո կերակուրներ կա, որ մեզ ձեռ չի տալի դա ուտենք։ Երբ որ մարդը կարող է թեկուզ մեծահասակ է, հենց հիվանդանում է, գիտեք ինչ են ասում են մաննի կաշակեր կամ բան, մեծ մարդ է, բայց ուտում է այս մարդը, դա դուր է գալիս, դա հեշտ է, դա ատամները չի ցավացնեմ, չգիտեմ, կուլ ես տալի հեշտ, լավ ես մարսեմ, դա բոլորին դուր է գալի, բայց որ մի քիչ եղնեմ է, որ արդեն պետք է զոհի կյանք եղնի, հանդիմանություն եղնի, դժվարություն եղնի, մենք ասում ենք, չէ, մենք Հիսուսին ենք ուզում, այս էլ է Հիսուսը,
Բայց ասենք այստեղ ինքը որպես Աստծո գառա եւ մենք պարտավոր ենք եղբայրներ քույրեր, ոչ թե մեր ոտքերը թաց եղնելուց հետո մենք ջրից դուրս գանք։ Հիշեք, դա վտանգավոր տեղ է, եթե մենք առաջ չենք գնում։ Դա վտանգավոր տեղ է։ Այս պատմությունն էլ ասեմ եւ աղոթքով գանք Տիրոջ առաջ, երբ որ Ուզբեկստանը մի եղբայր պատմում է, հովիվ եղբայր, այնտեղ մուսուլմաններ են եւ ասում է մեր եկեղեցին, ասում է շատ զորավոր եկեղեցի էր, 5000 անդամ ուներ։ Պատկերացրեք 5000 անդամ ուներ եւ ասում է երբ որ ծոմ էին պահում, սովորական ծոմ, 5 օրյա ծոմ, ասում է եկեղեցու բոլոր եղբայրները անխտիր պահում էին ծոմը։ Մարդիկ կային նույնիսկ ասում է որ 50 օր ծոմ պահելուց են եղել։ Այդ ձևի զորավոր մարդիկ են եղել, բայց ասում է երբ որ առաջի անգամ հալածանք եղավ, ինչ հալածանք եղավ մուսուլմանների կողմից, ասում է կարող է տանը նստած եղնեիր, հանկարծ պատուհանից ինչ որ շշով բենզին կամ ինչ որ մի բան գցեին, այս մարդկանց վնաս էին տալի, գիտեք, ասում է այն 5000 հոգու հալալ կեսը եւ միգուցե կեսից ավելին թողեցին ու աշխարհ գնացին։ Այս մարդիկ էլ էին ջրի մեջ, ժողովուրդ ջան։ Ասեմ ավելին, միգուցե ավելի էին առաջ գնացել։ Այսօր մենք որս ունենք այդ վիճակը, որ հենց ծոմ հայտարարվի, երևում է վերջեմ, երբ որ ծոմ աղնեմ, ինչքան մարդ աղնեմ, ինչքան մենք մասնակցեմ, բա մենք չենք վախեն, որ հանկարծ մի փոքր բան եղավ, մեզանից շատերը այդ ջրից վազելով դուրս են գալու, այդ ջրից ափն են դուրս գալու։ Եղբայրներ, քույրեր, չեմ ուզում որպես տրտմություն սա նայենք, բայց ուզում եմ որ գիտակից ձևով նայենք մեր կյանքի մեջ, ինչ նախանգարեմ։ Այո, զոհի կյանքը նայա որ մարդը պետքա թողի շատ բաներ։ Զոհի կյանքը նայա որ մարդը իր առաջվա բնությունը պետք է չանի։ Այս երբ որ Տեր Հիսուսին այս օրինակը ես էլի եմ բերե, վերջեմ ձեռին գրված մի հատ գավազան տվեցին Հիսուսի, իրան ծիրանի հագցրեցին, մի հատ գավազան տվեցին իր աջ ձեռին, եղեք, մի հատ եղեք տվեցին իր աջ ձեռին եւ իր երեսին թքում էին, գրված է գավազանով իր գլխին խփում էին եւ ասում էին դե մարգարեացիր ով է։ Գիտեք սիրելիներ, մի հատ իրավիճակ էր սատանան ստեղծե, որ Հիսուսը իր սենց ասած հունից դուրս գա։ Հիսուսը իր նյարդերը միգուցե տեղի չտան, որ մի հատ էլ ինքը խփել իր աջ ձեռին այդ գավազանը, թող մի հատ էլ ինքը խփի։ Գիտեք, ես նոր հիշեցի, որ այդպեսի մի հատ դեպք եղել է, Հիսուսը մի անգամ խարազանը վերցրել էր եւ հիշում եք տաճարի մեջից ինքը բոլոր այդ սեղանավորներին, այդ ստակ փոխողներին, աղավնի ծաղողների սեղանները կործանեց։ Եվ այստեղ սատանան ասում է միգուցե մի հատ էլ տենց բան եղնի, Հիսուսը իր հունից դուրս գա, բայց սիրելիներ, չէ, Հիսուսը տեսավ, որ իմ ու քո անկարող վիճակը փրկության կարիք ունի։ Հիսուսը տեսավ, որ ես ու դու ինչպիսի ճանապարհ ենք անցնելու, ընկնելով ու վեր կենալով։ Թեկուզ եղբայրը հիշեցրեց, այո, միգուցե մեղք էլ գործենք, միգուցե հենց գիտակցաբար էլ գործենք, Հիսուսը այդ բոլորը տենում էր եւ Հիսուսը հաստատ մի հատ ծրագիր ուներ, որ մենք պետքա զոհի ճանապարհով գնանք, որպեսզի մարդկանց մեջ լուսավորություն գա ու փրկություն գա։ Թող փառավորվի Տիրոջ անունը։ Կանգնենք